Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մարտի 5-ին ընդունել է Հայ-Փասի տնօրենների խորհրդի նախագահ Այն գրուպի գործադիր կոմիտեի անդամ Դունյա Էլ Հասնաուի գլխավորած պատվիրակությանը վերահաստատելու համատեղ հանձնառությունը կենսաչափական փաստաթղթերի արտադրության եւ տրամադրման, ինչպես նաեւ քաղաքացիների սպասարկման ընդհանուր փորձառության ոլորտում նոր բարձր չափանիշներ սահմանելու հարցում։ Ներկայացվել է կենսաչափական համակարգի ներդրման համալիր ճանապարհային քարտեզ, ինչը ենթադրում է հաջորդական փուլերով ինստիտուցիոնալ բարեփոխումներ։ Բարձր գնահատելով ձևավորված վստահելի եւ կառուցողական գործընկերությունը նախարարը կարևորել է նախանշված ծրագրերի հաջող եւ ժամանակին իրականացումը, ինչը հաստատուն հիմք կհանդիսանա փոխգործակցության հետագա ընդլայնման համար։ Կողմերը քննարկել են ծրագրի մեկնարկի ժամանակացույցը եւ համաձայնեցրել, որ գործընթացի մեկնարկային փուլում կապահովվի միջազգային ստանդարտին համապատասխան տվյալների կենտրոնի գործարկումը, անձը հաստատող փաստաթղթերի դիմումների կառավարման ծրագրային ապահովումը, որը կունենա քաղաքացիներին հասանելի նախագրանցման հարթակ։ Ծրագիրը կմեկնարկի մասնավորի կողմից նորարար լուծումներով կահավորված գրասենյակների գործարկմամբ հանրապետության ողջ տարածքում, որոնցից երկուսը Երևանի բանուկ առևտրի կենտրոններում։ Կողմերը վերահաստատել են իրենց միասնական հանձնառությունը կենսաչափական փաստաթղթերի արտադրության եւ տրամադրման, ինչպես նաեւ քաղաքացու փորձառության ոլորտում նոր բարձր ստանդարտ սահմանելու հարցում։ Գրասենյակների թիվը ծրագրի մեկնարկին հաջորդող ամիսներին շարունակաբար կավելանա, հասնելով 23-ի։ Գրասենյակների նախագծային կոնցեպտուալ լուծումները առանձին քննարկման են արժանացել։ Խստիվ պահպանվելու են պայմանագրով նախատեսված չափորոշիչները, այդ թվում խոշոր կենտրոններում մանկական խաղասրահները, հարմարավետ սպասասրահները, սպասելաժամանակի եւ սպասարկման առավելագույն սահմանաչափերը, բոլորը մեկում ինքնասպասարկման սարքերի տեղադրումը։ Ընդգծվել է, որ նույնականացման քարտերի տպագրությունն արդեն մեկնարկել է։ Անձնագրի հետ կապված աշխատանքները վերջնականացման փուլում են։ Առաջիկայում կհաստատվի նաեւ անձնագրի մասսայական տպագրությունը։ Նախարար Սարգսյանն ընդգծել է սահմանված ժամանակացույցի համատեղումը որակական բարձր չափանիշների հետ, նշելով, որ մի կողմից ներքին գործերի նախարարությունը հանձնառու է խոստացած ժամկետները պահպանելու հարցում, այն է ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակը, մյուս կողմից հետևողական է որակական չափանիշների խստիվ պահպանմանը եւ մեկի հաշվին մյուս կատեգորիայում զիջում չի լինելու։ Կողմերը քննարկել են նաեւ կենսաչափական անձնագրերի կիրառությունը հնարավոր տարբեր սցենարներով, դրանք փոխգործելի լինելու հրամայականը սահմանային կառավարման նորագույն լուծումների հետ։ Եվրոպական չափանիշներին համապատասխանող կենսաչափական համակարգի ներդրումը կարևոր քայլ կլինի նաև վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում։